փակ դռներ, գաղտնի ձեռսեղմումներ և մի պետություն, որը ծնվեց մառախուղի մեջ։ Գիտեիք, որ Հայաստանի առաջին հանրապետության ճակատագիրը գուցե որոշվել է ոչ միայն մարտի դաշտում, այլև գաղտնի օթյակներում։ Ովքեր էին իրականում մեր հանրապետության հիմնադիրները՝ քաղաքական գործիչնե՞ր, թե ազատ որմնադիրներ, որոնք կրում էին աշխարհի ամենաազդեցիկ գաղտնի կազմակերպության գոգնոցները։ Այսօր մենք կբացահայտենք հայկական պատմության ամենամութ և ապշեցնող էջը։ Սա դավադրության տեսություն չէ, սա փաստ է։ Հայաստանի երկու վարչապետները՝ Ալեքսանդր Խատիսյանը և Սիմոն Վրացյանը, եղել են հաստատված մասոններ։ Դեռ 18-րդ դարում հեռավոր Հնդկաստանում հայ վաճառականները գրում էին Հայաստանի առաջին սահմանադրությունը՝ հենվելով մասոնական ազատություն, հավասարություն, եղբայրություն սկզբունքի վրա։ Իսկ 1918-ին, երբ Հայաստանը կենաց ու մահվան կռիվ էր տալիս, հենց այս մարդիկ էին, որ եվրոպական օթյակների իրենց եղբայրների միջոցով փորձում էին աշխարհին ստիպել ճանաչել մեր անկախությունը։ Պատրաստվեք զարմանալու։ ԱՄՆ նախագահ Հարի Թրումենը կրել է հայկական Արարատ մասոնական օթյակի տարբերանշանը, իսկ Փարիզի գաղտնի հանդիպումներում հայ մասոնները ռուս իշխանների հետ նախագծում էին Կովկասյան Միացյալ Նահանգները։ Խատիսյանի բացառիկ դիվանագիտական տաղանդը, որը թույլ տվեց փրկել Հայաստանը թուրքական վերջնական կործանումից, շատ պատմաբաններ համարում են մասոնական հաշտարար արվեստի գագաթնակետը։ Նրանք կառուցում էին պետությունն այնպես, ինչպես տաճար՝ քար առ քար, գաղտնի, բայց ամուր։ Սակայն 1920-ին եկան բոլշևիկները և մարեցին լույսերը։ Գաղտնի օթյակները փակվեցին, իսկ նրանց անդամները սպանվեցին կամ աքսորվեցին։ Բայց արդյոք նրանց գաղափարները մահացան։ Դուք հավատո՞ւմ եք, որ գաղտնի կազմակերպությունները կարող են փրկել կամ կործանել ազգեր, թե սա պարզապես պատմական միստիկա է։ Ինչ գիտեք դուք հայ մասոնների մասին։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում և միգուցե միասին բացահայտենք այն, ինչը նախատեսված չէ սովորական աչքերի համար։ Լայքեք տեսանյութը, նպաստելով դրա տարածմանը։ Միացեք Արգամ բլոգի էջերին ավելին իմանալու համար։ Ես Արգամ Ռոբերտին եմ։ Կհանդիպենք։